կոնկրետ Վարդենիսի մասով ուզում եմ երկու բան ասեմ, քանի որ այս իշխանության որ ասում է բառադի ղեկավարը չի կարողանում ոչ մի ձևի հակաճառի իր շեֆին, դրա համար մենք ունենք շատ լուրջ խնդիրներ բոլոր սահմանամերձ շրջաներում, քանի որ հայտարարվել է, որ 300,000 ադրբեջանցիներ գալու են ապրեն Հայաստանում, ինքը նույնիսկ անցած շաբաթ երևի շատերը տեսած կլինեք լրագրողների հետ հանդիպման ժամանակ, երբ որ լրագրողը կասկած հայտնեց, որ այդպիսի բան կա, ես առաջարկեցի, որ ինքը բարձրանա ազգային ժողովի ամբիոն եւ հայտարարի, որ այդպիսի բան չկա։ Արդեն 10 օր անցել է, իրենցից չենք լսում ոչ մի հայտարարություն, քանի որ իրոք այդպիսի բան կա, ինքը ունի վախեր, ունի ինձ թվում է գաղտնի պայմանավորվածություններ, դրա համար ամեն ինչ անում են, որ սահմանամերձ շրջաները նույնպես, ինչպես Արցախին խաղաղություն բերեց, կարող է խաղաղություն բերել Վարդենիսին եւ ամենակարևորը ես շատ մեծ անհանգստություն ունեմ, որ ինքը կարող է խաղաղություն բերել Սյունիքին, հայաթափել Սյունիքը, բերել լցնել ադրբեջանցիներով եւ հետո նորից գոռալ միկրոֆոներով, որ ոչինչ խաղաղություն են բերել, այն իրա կրծքի բրոշկեն մի քիչ փոքրացնի եւ կապացուցի, որ սա միակ ոնց որ երեք հայտարարեց, որ Արցախը նույնիսկ շարժումն է սխալ եղել, կհայտարարի, որ ինչ է ժողովուրդ ջան, Վարդենիսը բասար գեճար է եղել։ Ես պրիճոմ, հեսա վերցրեք պատմությունը կարտացեք, պատմական ինչ-որ հատվածում անունը բասար գեճար է եղել, հետո կանցնի մեր Սևանին, կասի Սևանը գյոլճ է եղել, դաժե Ֆերոյանին չի հարգի,